Արսեն Ջուլֆալակյանը ըստ մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման Հայաստանի 2012 թվականի լավագույն մարզիկն է։ Բացի այդ Ջուլֆալակյանին լավագույնն է ճանաչել Sport de facto ամսագիրը եւ հենց այսօր հանձնել իր մրցանակը։ Բոլորս հիշում ենք, որ Արսենը անցած օլիմպիադային այս Լոնդոն 2012-ին նվաճեց արծաթե մեդալ, որը շատ կարևոր է մեր երկրի համար։ Ցանկանում եմ նորանոր հաջողություններ Արսեն ջան։ Ու հուսով եմ ու վստահ եմ, որ մյուս օլիմպիադային Արսենը անպայման ոսկի մեդալ կնվաճի։ Ջուլֆալակյանն իր համար 2012 տարին գերազանց է համարում, սակայն այն չդարձավ մարզիկի համար իդեալական, քանի որ օլիմպիական ոսկին նվաճել չհաջողվեց, փոխարենը ստացավ արծաթը։ Գերազանց էր եւ սպորտային առումով եւ անձնական ամուսնացավ, նաեւ շատ կարեւոր փաստ, շատ կարեւոր գործոն մարզիկի համար, չնայած ցանկացած յուրաքանչյուր մարդու համար անձնականը շատ կարեւոր է, որովհետեւ դրանից է բխում նաեւ իր մասնագիտությունում շատ հաջողությունները։ Խոսքով 2012-ը կարող եմ համարել գերազանց տարի եւ նաեւ ճանաչվեցի դավար լավագույն մարզիկ։ Վերջին օրերին շատ է աղմուկը Արսեն Ջուլֆալակյանի անվան շուրջ։ Պատճառը լրատվական կայքերից մեկում հայտնված հոդվածն է, որում լրագրողը գրում է. մեջբերում եմ. Ռոստոմյանը գաղտնիքներ է բացում եւ մտերիմներին պատմում, թե այդ ինքն է համապատասխան վիճակահանություն կազմակերպել, այնպես արել, որ համապատասխան փուլում Ջուլֆալակյանը մրցի համապատասխան մարզիկի հետ, այսինքն այն մարզիկների, որոնց կարող էր հաղթել, եւ որ հենց այդ վիճակահանություն օպերացիայի շնորհիվ է հնարավոր դարձել հորով-մորով անել արծաթե մեդալը, եւ որ ամբողջ օպերացիան նախարարի ավելի շուտ երևի թե ՀՀ պետբյուջեի վրա նստել է $300,000։ Այսօր կայացած մամուլի ասուլիսին ներկա էր նաև այս հոդվածի հեղինակը, որն արդարանում էր ասելով, որ հրապարակումը նախարարի դեմ էր, ոչ թե Արսենի։ Այնպիսի մտքեր է արտահայտվել, բյուջեից $300,000 դրվել է, որ Արսենին մեդալ գնվի։ Մեր բյուջեն $300,000 ունի, սպորտի բյուջեն։ Եթե $300,000 դնեն Արսենին առնեն, բայն Արսենի համար մեդալ առնեն, բայն մյուս մարզիկների վրա ինչ են ծախսել։ Դուք ինձ օգտագործելով ուզեցել եք համապատասխան մարդուն հարվածացնել։ Լավ եմ հասկանում մեր ուղղված, շատ լավ հասկանում եմ, բայց ես հիմա ձեզ ուզում եմ ուղղակի լուսաբանեմ, որ դուք իմանաք ես ում եմ հաղթել օլիմպիական խաղերի ժամանակ, որովհետեւ նույնիսկ ձեր մտքում, եթե ձեզ ինչ-որ մեկը ասել է դուք առանց մտածելու եք գրել, հաղթել եմ առաջի գոտեմարտում Ազիայի 7-ակի մրցանակակիր, այդ թվում կրկնակի Ազիայի չեմպիոն, Կիրգիզ մարզիկին, նաև աշխարհի մրցանակակիր։ Երկրորդ գոտեմարտում հաղթել եմ 2010 թվականի Բելարուս Եվրոպայի չեմպիոնին 2010, ընդամենը 2 տարի առաջ։ Իսկ մեր սպորտաձևում Եվրոպայի առաջին հաղթելը շատ ավելի բարդ է, քան աշխարհի, որովհետև իմ քաշային կարգը հիմնականում Եվրոպայի տղաներն են հաղթում։ Եվ կիսաեզրափակիչում հաղթել եմ ադրբեջանցի մարզիկին, իսկ Ադրբեջանը հանդիսանում է հունարոմեական եւ ազատ ոչինչ մշամարտերի գլխավոր հովանավորը։ Այսինքն դուք մտածեք, միտը հնարավոր է։ Ես մի բան քեզ կարող եմ ասել, ես քո ցավը տանեմ, որ հաղթել։ Ես կասկածի տակ չեմ էլ դնում քո հաղթանակը։ Ուրիշ բան ասեմ։ Ախր ես ո՞նց եմ գրել, ինչ եմ գրել, դա է զարմանալի։ Ես որևիցե բան երբևէ կասկած հայտնել եմ քո հաղթանակի։ Ես ընդհանրապես իմացել եմ, ես ֆոտո չեմ հետաքրքրել։ Ես իմացել եմ, որ դու հաղթել ես, ասել եմ ցավները տանեմ, ընդամենը այդ փաստն եմ իմացել, հետո լսել եմ, որ արդեն այնպիսի մի շրջանառությունը բավական ակտիվացել է այդ խոսակցությունների, որ հասել է ինձ և արդեն լուրջ։ Այդպես էլ հայտնի չէ, թե որտեղից է լրագրողը վերցրել նման հայտարարությունը, սակայն ինչ են օլիմպիական խաղերը եւ ինչպիսի մակարդակով է արվում ամեն ինչ, երևի թե հայտնի է բոլորին։ Ասուլիսին ներկա էին նաեւ Արսենի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը եւ հավաքականի մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։ Նրանք խոսեցին Արսենի մարզական վիճակից եւ սպասվող մենամարտերից։ Արսեն Ջուլֆալակյանը տարին ամփոփեց նաև Civilnet-ում։ Նրա շնորհավորանքը կարող եք դիտել մեր եթերում տոնական օրերին։ Տաթևիկ Ղազարյան, Ազատ Գևորգյան, Civilnet։